24 TV-ն շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Բարև ձեզ, պարոն Սուրենյան, շնորհակալ եմ մեզ ընկալելու համար։ Խոսենք Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի հղած ձայնագրությունից, ըստ էության Ռուբեն Վարդանյանը նշում է, որ ինքը շարունակելու է հացադուլ իրականացնել, նա այդ կերպով պայքարում է եւ իլյուզիաներ ասում է իշխանությունը եւ որևէ մեկը չպետք է ունենա, որ միայն իրենով կարող է այս հարցը լուծվել, ընդհանուր խնդիրը Հայաստանին է վերաբերում եւ իր այդ հացադուլով ուզում է արթնացնել շատերին իրենց անտարբերությունից։ Ձեր կարծիքը այս ամենի հետ կապված։ Ասեք, ես գրեթե 30-ամյա քաղաքական փորձառություն ունեմ, շատ դժվար պահեր եմ տեսել, առաջին պատերազմի ժամանակ ուսանողական ջոկատներ, բանտ, մի քանի անգամ, ընդ որում քաղաքական մոտիվներով, եւ ես էլ ստիպված հացադուլ եմ հայտարարել, ուզում եմ ասել, որ մի ձևի կարծրացած եմ եւ շատ քիչ բաներ կան, որ կարող են ինձ վրա ազդել, ցնցել ինձ, այս ուղերձ ինձ ցնցել է եւ նույնիսկ բառեր չեմ գտնում տպավորություններս արտահայտելու համար, բայց պիտի առաջին տպավորությունս, որն ինձ մոտ որպես կանոն սխալ չի լինում, արտահայտեմ, Ռուբեն Վարդանյանը ստիպված գնում է ինքնազոհության անուն Հայաստանի ազգային եւ պետական վերածննդի։ Անկախ նրանից, որս Ռուբեն Վարդանյանի որ տեսակետների հետ ենք համաձայն եղել, երբ նա ազատության մեջ է եղել, որ տեսակետի հետ ենք անհամաձայն եղել, սա հստակ գիտակցված որոշում է գնալ ինքնազոհության, որտեվ ցավոք սրտի Ռուբենը այլ տարբերակ չի գտել ազգային հանրային կոնսոլիդացիա ապահովել հանուն մեր քաղաքակրթական ինքնության։ Սա իմ առաջին տպավորությունն է եւ կարծում եմ ես չեմ սխալվում։ Եվ հիմա բոլորս պիտի արժանին մատուցենք Ռուբենին, քաջալերվենք նրանով եւ քաջալերենք նրան։ Որովհետեւ մարդը գիտակցաբար գնում է մավվան հանուն նրա, որպեսզի կյանք պարգևի Հայաստանի Հանրապետության։ Ասում ես պատրաստ եմ այդ ամենը գրել, եթե դա խաղաղություն կբերի, բայց մի ունեցեք իլյուզիաներ, որ կվերջանա այս ամենով եւ դուք կարող եք խաղաղ հանգիստ ապրել, հերթը հասնելու նաեւ ձեզ։ Սա է ըստ էության ասվածը։ Միայն իշխանության մանկուրտներին եւ նրանց տարբեր կալիբրի վեսնոցներին կարող է անտարբերությունը պատել այն գործընթացի նկատմամբ, որ տեղի է ունենում Բաքվում։ Բաքվում առիթ եմ ունեցել բազմաթիվ անգամներ արձանագրելու մեղադրյալի աթոռին Հայաստանի Հանրապետությունն է։ Մենք տեսնում ենք խոշտանգումներով, խաբեությամբ, խորտ մեթոդներով իսկ ցուցմունքներ են կորզվում։ Դրանք բոլորը վերաբերում են Հայաստանի Հանրապետության պատասխանատվությանը եւ բնականաբար Ռուբեն Վարդանյանը որպես խորիմաստ մարդ, փորձառություն ունեցող մարդ այդ ամենը հասկացել է եւ ինք իր բառերով է արտահայտում այն ինչ ուզում է ասել, ես ասում եմ այս բառերով։ Բաքվում դատվում է Հայաստանի Հանրապետությունը։ Նույնքան ապօրինաբար է դատվում, ինչպես ապօրինաբար մեր հայրենակիցներին ենթարկեցին էթնիկ զտման, ինչպես կազմակերպեցին Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդերը։ Եվ այս ամենը արվում է ամբողջ աշխարհի աչքի առջև։ Եվ այս ամենը արվում է ամբողջ աշխարհի աչքի առջև։ Եվ բոլորը լուր հետևում են։ Երեք մի ֆիլմի համար ես տեսանկարահանվում էի, վերաբերում էր առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած հայոց ցեղասպանությունը, դարձյալ գործ ունենք մի փաստի հետ, երբ Օսմանյան կայսրության երիտուրքական կառավարությունը համաշխարհային տուրբուլենտությունից օգտվեց, տեղեր ունենում առաջին աշխարհամարտը եւ նպատակային իրականացրեց հայոց ցեղասպանությունը։ Հիմա դարձյալ
համաշխարհային տուրբուլենտության պայմաններում մենք տեսնում ենք, որ ոտնձգում են մեր քաղաքական, քաղաքակրթական ինքնության դեմ։ Ռուբենի ուղերձը պետք է կայծակի պես հարվածի ցանկացած մարդու սրտին, հայ մարդու։ Հիմա մեր հասարակության քաղաքական ուժերի արձագանքից է կախված, արդյոք մենք ուզում ենք ունենալ պետություն, թե ուզում ենք ապրել Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ադրբեջանական ենթապետության մեջ։ Ինչ արձագանք պետք է հաջորդի այս ամենին։ Իմ մեջ օրինակ հիմա նոր եմ ես տեքստը լսել, ցասման պայքարի դրոշ վերցնելու տրամադրություններ են, համոզված եմ տասնյակ հազարների մեջ կա, մենք պիտի կարողանանք ինքնակազմակերպվենք եւ մերժենք Հայաստանի ադրբեջանական ենթապետության վերածվելու այս անհեռանկար ապազգային ապապետական կուրսը, որը մի անուն ունի՝ Նիկոլ Փաշինյան։ Կարողանում ենք մեր մեջ Նիկոլ Փաշինյանին փոխել այլևս միայն ներքաղաքական խնդիր չի։ Դա շատ նման է սեպտեմբերի 21-ի հանրաքվեին 91 թվի։ Մենք ուզում ենք անկախ պետություն ունենալ, ուրեմն պիտի մերժենք Նիկոլ Փաշինյանին։ Եթե ուզում ենք Ալիևի փոխանորդ Փաշինյանի ղեկավարած ադրբեջանական ենթապետության հպատակներ լինենք, կարող ենք հանդուրժել Փաշինյանին։ Հարապես պետքա բոլոր պայմանականությունները, պոլիտկորեկտության բոլոր դոգմաները մի կողմ թողնել եւ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը այս պահին չունի իշխանություն իր ղեկավարով։ Փաշինյանը ընդհանրապես Ալիևի փոխանորդ է, որում ամենահլու հնազանդ փոխանորդը։ Ռուբեն Վարդանյանը, որ որոշեց այս ուղերձը հղել, նա նաև իր խոսքում է ասում, որ հնարավոր է այլևս հնարավորություն չունենա։ Առհասարակ մենք հասկանում ենք, թե ինչքան բարդագույն իրավիճակ է եւ ինչ ծանր ողբերգական գործընթացներ կարող են հաջորդել։ Ցանկացած հացադուլ անող մարդ բանտում։ Ես օրինակ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների բերումով 15 օր հացադուլ եմ արել, ցանկացած մարդ, որ ինչ-որ կարմիր գիծ անցնում է օրերի քանակով հացադուլի, իր աչքի առաջ ունենում է այդ տեսլականը, որ գուցե այլևս կենթանի չկարողանա մնալ։ Բայց դրանք գումարեք այն դժնդակ պայմանները, որում գտնվում է Ռուբեն Վարդանյանը, որովհետև այլ բան է, որ դու ենթադրենք հացադուլ ես անում, Հայաստանի ԱԱԾ պատվալում կամ սովետաշենի բանտում, այլ բան է, երբ որ թշնամական միջավայրում ես անում, հետևաբար պարոն Վարդանյանը չի կարող աչքի առաջ չունենալ այդ հեռանկարը։ Ես ավելին ասեցի, պարոն Վարդանյանը նպատակային գնում է հենց այդ զոհաբերությանը։ Ասած, որ գիտակցված իր որոշումն է։ Նա արժանապատիվ աչքերով նայում է մահվանը, հանուն նրա, որպեսզի կյանք պարգևի Հայաստանի Հանրապետությանը։ Բայց արդյոք այդ կերպ նա կկարողանա կյանք պարգևել։ Մեր հասարակությունից է կախված։ Եթե մենք ուզում ենք պետություն ունենալ, այս ուղերձը պիտի պայքարի մանիֆեստ դառնա բոլորիս համար, բոլորիս, անկախ կուսակցական դրոշների տարբերությունից, անկախ քաղաքական, գաղափարական տարաձայնություններից։ Նաև այն մարդիկ պետք է պայքարի դուրս գան, ովքեր քննադատել են Ռուբեն Վարդանյանին, որոշ նրա գաղափարներին դեմ են եղել, երբ նա Արցախում է եղել, որովհետև այս ամենը Հայաստանին է վերաբերում։ Ռուբեն Վարդանյանի շատ ծրագրեր ես էլ իրատեսական չեմ համարել, դա ոչ մի կապ չունի։ Դա ոչ մի կապ չունի։ Ընդհանրապես մի բան ձեզ տեղը եկավ ասեմ։ Արցախի ռազմաքաղաքական պատանդարված բոլոր ղեկավարներին ճանաչում եմ։ Անձնական շփումներ եմ ունեցել, մեկի հետ սեղան եմ նստել, մյուսի հետ բանավիճել եմ, մյուսի հետ խորը հակասություններ եմ ունեցել, բայց իրանք բոլորը իմ եղբայրներն են, քանի որ գտնվում են Բաքվի բանտերում եւ որևէ հակասություն չի կարող մեզ բաժանել, որևէ բանավեճ կամ վեճ չի կարող արժանապատիվ որևէ հայի մոտ այլ զգացում
արժանացնել, քան որ ինքը Արայք Սահակյանն է, Արայք Հարությունյանն է, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը եւ այդպես շարունակ։ Դրա համար այստեղ ով էր այդպես քաղքենի մոտեցումները հայտնում, մոտավորապես էլի մարդկա լեզվին չի կարողանում տիրություն անել կամ հենց այդպիսին է իր արժեհամակարգը Ալիևի փոխանորդներից մեկը Անդրանիկ Քոչարյանը ասում էր թող մտածեր ժամանակին ինչա խոսում այսինքն ստացվավ Անդրանիկ Քոչարյանի ասածից ստացվում է որ ոչ թե Ադրբեջանի հայատացության ու դեսպոտիզմի պատճառով Ռուբեն Վարդանյանը այդ վիճակում հայտնվում է, այլ իր լեզվի։ Նա այդպես արդարացնում էր Փաշինյանի ասածը, երբ ես հարց հնչեցրեցի, թե Փաշինյանի հայտարարությունները վնասել են Փաշինյանի հետ միասին էլ ժամանակը կգա կանգնի ամոթի պատի տակ։ Ոչ մեկ չի մոռանալու։ Եթե իրանց թվում է իրանց իշխանությունը հավերժ, այնքան ողորմելի են իրանք։ Մի շատ հեռու շատ խավար բանտից լույս է ճառագում մեր հասարակության համար Ռուբեն Վարդանյանի դեմքով, իսկ իրենց կառավարական շենքերից միայն ողորմելի թրքահոտ է գալի։ Իրանք այնքան ողորմելի ու մեղք են, իրանք պաշտպանվում են հայ ժողովրդից եւ հայ ժողովրդի պահանջներից։ Այս մեկն էլ ասում էր, եթե ես ինքնաթիռի մեջ կլնեմ, բայց պետության շահը տես գերի կլնեմ ինքնաթիռի մեջ, պետության շահը պահանջի թող այդ ինքնաթիռը խփեն, չէ՞։ Ազգային ժողովի նախագահ, արա դուք այնքան ողորմելի եք, որ հանուն պետության ձեր աթոռներից კი չեք ուզում հրաժարվեք, կյանքից հրաժարվող եք հանուն պետության։ Բայց այդ ամեն ինչը վերջանալու է։ Հետո ժողովուրդը հիշելու է Ռուբեն Վարդանյանին ու մյուսներին, իսկ իրանց տեղը հավաքական իրանց ղեկավարի հետ միասին պատմության աղբանոցումը։ Հիմա Ռուբեն Վարդանյանը այս ուղերձով ասում է, որ ես գնացի նաև հացադուլի, որպեսզի արթնացնեմ այն քնից, որի մեջ դուք կաք։ Ի վերջո, կարթնանան թե ոչ։ Գիտեք, հիմա շատ բարդ հարց եք ինձ տալի։ Հույս ունեմ, բայց եկեք վստահություն չհայտնեմ, որ հայ ժողովրդի մոտ այնուամենայնիվ չեն կարողացել հայ ժողովրդի մեջ սրսկել ուրացման այն մոդելը, որի կրողն է Նիկոլ Փաշինյանը, հա։ Ես հասկանում եմ, որ մեր հասարակության մեծամասնությունը պատերազմից վախենում է եւ հա իր վարքագծով կոլեկտիվ հասարակությունը այնպես է անում, որ պատերազմի առիթ չտրվի, բայց մյուս կողմից մի հատ բան եմ ուզում ասել, որ խաղաղությունը այդպես չեն նվաճում։ Ինչքան կզենք, այնքան հարվածելու են։ Այո, պարտվել ենք եւ մի շարք փաստերի հետ պարտավոր ենք հաշվի նստել, նկատի ունեմ ավելի չափավոր օրակարգ պիտի ունենանք, բայց դա չի նշանակում, որ վզներս պիտի դնենք ադրբեջանա-թուրքական կոշիկի տակ։ Պարտությունը ճակատագիր չի, պարտությունը պիտի բոլորիս մոտ վերանայումներ առաջացնի, ավելի չափավոր պիտի դառնա մեր օրակարգը, բայց դա չպիտի տեղի ունենա մեր քաղաքական, պետական, ազգային ինքնության հաշվին։ Ըստ էության կարծես հրաժեշտի խոսքեր էր, նաև տիկնոջն էր, այսպես տիկնոջից էր ներողություն խնդրում, ասում էր, որ սիրում է եւ այլն։ Դե հա, իշքան էլ որ ծանր է խոստովանելը եւ ինքը ըստ ամենայնի իր մեջ ունի ճակատագրական որոշում կայացրած։ Եվ այդ նման իրավիճակներում մարդը իսկապես իր անձը դնում է պետական զոհասեղանի վրա։ Սա մի հատկանիշ է, որը խորթ է մեր իշխանության վերնախավին։ Սրանք նույնիսկ ժողովրդի ցասման օրերին, հիշում եք, նոյեմբերի 9, 10, 11, 2020 թվականի մասին եմ խոսում, դարձել էին բունկերի առնետներ։ Եթե ինչ-որ մեկը հույս ունի, որ առույցը իր ճախրանքով կարող է բունկերի առնետին արթնացնել,
չարաչար սխալվում է։ Առնետը երբեք արծիվի ճախրանքը չի կարող հասկանալ։ Ռուբեն Վարդանյանի կոչը ասցիագրված է ոչ թե այս իշխանությանը, այլ մեր հասարակությանը, որպեսզի մենք գոնե նույնիսկ պարտված վիճակում, բայց բանակցային սեղանին արժանապատիվ աթոռ ունենանք, այս լուզերները, այս պատերազմի պարտության ու ազգային նսեմացման խորհրդանիշները պետք է հեռանան իշխանությունից։ Ես այդպես եմ հասկանում արթնացում հասարակության։ Ես իրավունք չեմ վերապահի մեկնել Ռուբեն Վարդանյանի ասածները եւ ընդունում եմ իր ասածները այնպես, ինչպես հասկանում եմ, բայց սա մեր ազգային վերածնունդը այս փալաս իշխանությամբ հնարավոր չի ապահովել։ Անհասկանալի է նաև այդ միջազգային կապերը, որ ուներ Ռուբեն Վարդանյանը եւ այդ լռությունը եւ որևէ բան չանելը այս ուղղությամբ։ Արգելի Հերմինե, միջազգային իրավունքը հիմա գտնվում է ամենանսեմացված վիճակում։ Բայց այն կապերը, որ նա ունեցել է, բացարձակ նշանակություն չունի։ Այնքանով ունի, այսինքն այնքանով ունի նշանակություն, որ օրինակ ես մոնիտորինգ եմ անում, օրինակ ամիսը, 2 ամիսը մեկ, օրինակ BBC-ի նման հեղինակավոր կայքը կամ ռուսական ու արևմտյան այլ հեղինակավոր մեդիա ռեսուրսներ անդրադառնում են Ռուբեն Վարդանյանի ուրեմն վիճակին, հացադուլին, նրա նկատմամբ կատարվող ապօրինություններին, մյուսների մասին ինչպես տեսնում եք, նույնիսկ այդ անդրադարձը չկա, ցավոք սրտի։ Նրա փաստաբան ունի Գենսեր կարծեմ ազգանունով, որ շատ ակտիվ անդրադառնում այս խնդիրներին, բայց ես չեմ տեսնում այս պահին այնպիսի մի միջազգային ճնշում Ադրբեջանի նկատմամբ, որը կստիպի Ադրբեջանին այսօրվա իր կուրսը վերանայել։ Մի կողմից դա հետևանք է նրան, որ Հայաստանի իշխանությունը ինքը պահանջատիրոջ կարգավիճակով հանդես չի գալիս, բայց մյուս կողմից էլ շատ ակնհայտորեն կա նաև այդ միջազգային տուրբուլենտության եւ միջազգային իրավունքի ճգնաժամի հետևանքը։ Այս հարցը պետք է լիներ հայկական օրակարգի ամենաառանցքային հարցերից մեկը։ Եթե դա այդպես չի, իսկ դա այդպես չի։ Իսկ Փաշինյանը վերջին ազգային ժողովում վերջին ելույթի ժամանակ ասում էր, որ խաղաղության տրամաբանության մեջ պետք է նայեն խաղաղության մթնոլորտ պետք է ձևավորվի, որ նաև գերիների հարցը, այսինքն խաղաղության պայմանագիրը կարող է մի քանի տարի ձգվի, դրան կապ չունի։ Իրական խաղաղություն չի կարող լինել, եթե թշնամական բանտերում ունես քաղաքացիներ, երկիրը մտնում է շրջափակման մեջ։ Եթե այս երկու բանը կան, ինչ խաղաղության մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանի այս պահին բանակցող փաստաթղթում այդ երկու հարցին էլ լուծում չի տրվում։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի մնացած պատմությունները լոլո են, հեքիաթ, ընդ որում շատ դառնահամ հեքիաթ։ Հատկապես եթե այդ հարցը խաղաղության պայմանագրում ամրագրված չէ գերիների հարցը, ինչպես են ասում, պայմանագիրը որ կնքվի, գերիների հարցն էլ կլուծվի։ Ես չգիտեմ ընդհանրապես ինչի իման վրա է։ Ընդհակառակը գերիները պիտի ազատ արձակվեն, որ հնարավոր դառնա խաղաղության պայմանագրի։ Բայց իհարկե, եթե մենք միասին որոշում ենք բարեկամություն անել, այդ բարեկամության ճանապարհի բոլոր խոչընդոտները նախ վերացնում ենք, որպեսզի կարողանանք բարեկամություն անել։ Անհեթեթություն է Նիկոլ Փաշինյանի այդ ասածները, ընդհանրապես հիմա էլ մի նոր բլեֆ են գտել։ Փորձում են այդ մարդկանց իրավունքները ստորադարձնել միայն իրենց հասկանալի պետական շահերի։ Չէ, անդադ այդ բանը, երեք էլ Փաշինյան ազգային ժողովի ամբիոնից ասում էր, դե մի մարդու շահը չի կարելի ստորադասել պետական շահին, մոտավորապես նման մի բան էր ասում։ Որն է պետական շահը, որը իրանց պետական շահը իրանց լափածը վայելելն է։
այլ պետական շատ ձևակերպված, ես այս խմբի մոտ չեմ տեսնում։ Իհարկե բարդ է այլ թեմաներից խոսել, բայց ամեն դեպքում խոսենք Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի այսպես գործընթացներից, հանդիպումներ է ունենում, առողջապահության նախարարի հետ է հանդիպել, պետական վերահսկողության ծառայության ղեկավարի հետ, նաև աշխատանքային հանդիպում ունեցել Երևանի քաղաքապետի հետ, ինչի մասին է սա խոսում, հնարավոր է կրկին այսպես նամակներ ստանան ոմանք, ինչ դժգոհություններ, ինչ կասկածներ ունի Փաշինյանը։ Նամակներ էլ կարող են ստանալ, բանտում էլ կարող են հայտնվել, կարող են առաջխաղացում էլ ունենալ, ընդհանրապես նա փորձում է չսիրելով հանդերձ Պուտինին, փորձում է կապկել այդ Պուտինի մշակույթը, երբ որ նա չէ, բարբերաբար զեկուցում է, որ հանդիպեց այս նախարարի հետ, լավ այդ հանդիպումները ինչ արդյունք են տալիս։ Օրինակ, այս երկու օրը բացահայտում եղավ, որ Անիֆը, որ այն փուլում, երբ որ դրա ղեկավարը հոգաբարձուների խորհրդի մարմնի ղեկավարը եղել է Տիգրան Ավինյանը, մեծ կոռուպցիոն գործարքների է գնացել։ Այնց հետաքրքիր է, օրինակ, այդ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը այդ հարցը քննարկվել է, թե այդ հարցից հետո հանդիպումը եղավ, հավանաբար քննարկվել կոռուպցիայից ինքն էլ փայ ունի։ Այ օրինակ հասարակության ավելի շատ դա է հետաքրքիր։ Կամ առողջապահության նախարարի հետ, որ հանդիպել է, դրանից մեր հասարակության սպասարկման որակ այդ ոլորտում մեծ բարձրացել է, թե ոչ։ Գիտեք, չէ, այսինքն դուք էլ բախված կլինեք, բոլորս բախվում ենք ցավոք սրտի այդ հիվանդանոցների առողջական խնդիրների, այդ բոլորս։ Առաջի 2 ամիսներից հետո ուղղակի պետպատվերով սպասարկում գոյություն չունի։ Մարդիկ ստիպված, տենց հիվանդ, ուզում եմ ասեմ, ինչ արդյունք ունեն իր հանդիպումները։ Զրոյական արդյունք ունեն, երկրում կատարյալ, կներեք բառիս համար, բարդակ վիճակ է, քաոս, ընդհանրապես տպավորությունն է, որ պետական համակարգ գոյություն չունի։ Արդեն մարդիկ համակերպվել են, որ իրենց խնդիրները իրենք պիտի լուծեն տարբեր ձևերով։ Ուզում եմ ասեմ, ես չգիտեմ այդ հանդիպումներում ինչ խնդիր է լուծում։ Կասկածներ ունի որոշակի այդպես բացահայտումներ է ուզում անել, անհասկանալի է։ Ասեք, ամբողջ ուժային, իրավապահ, քննչական, դատական համակարգը իր կրնկի տակ են։ Այդ բացահայտումները նեցել մի անմեղ տոնով ասում է, ինչա կասկածում եք, որ ես եմ այն տիկնոջ, սպանված տիկնոջ, այսինքն ավտովթարի, իր Շարասյան ավտովթարի զոհ դարձած տիկնոջ դատարության մասին, ասում կասկածում եք, որ ես ուղղորդում եմ, իսկ որևէ ողջամիտ մարդ այլ բան կարող է մտածել, իհարկե ուղղորդում ես։ Բոլոր դատավարությունները ուղղորդում ես։ Այս վերջերս Արարատ Միրզոյանի դեպքն էր բերում, ասում էր դեռևս պատժված մարդ չկա, պատգամավորները ասում են, մի օր պատմությունը կարող բացահայտի ինչ հանգամանքներում Արարատ Միրզոյանը ծեսկեր է։ Արարատ Միրզոյանն էլ իր աշկի լույսներ, բոլորը ուսապարկ են, էլի, այդ ուսապարկերի հետ կապված գործերը ինչի պետք է իրան այդքան հետաքրքրի։ Բոլորը ուսապարկ են, այսօր նախարարի աթոռին է, վաղը ծեսկուտի են, մյուս օրը կհայտնվի բանտում, ուսապարկ է, էլի, մի հատ էլ նենց բան, հա։ Այս ասեցի Արարատ Միրզոյան մի բան էլ հիշեցի, ընդհանրապես Արարատ Միրզոյանը աշխատում էր հաճելի դեմքով ու քաղաքակիրթ բանով մինչև վերջերս պատգամավորների կամ լրագրողների հարցերին պատասխանի, այս վերջին 2 քառորյաներում նկատել եմ նենց տոնը փոխել է բան, պարոն Մունատնա դառ էլի, բայց գնում են Բայրամովի մյուսների մոտ տուզիկ են դառնում, գալիս են մեր ազգային ժողով, մի հատ ընդդիմադիր պատգամավոր են տանում, Ասլան են դառնում։ Էս է սրանց որակը, դրա համար Ռուբեն Վարդանյանի մասին, որ հարցրեցիք, ես հիմա այլ բանով ասեմ, սողունը երբեք արծվի թռիչքը չի կարող դիտել։ Խոսենք նաև Գյումրիում կայանալիք արտահերթ ավականու ընտրություններին, դուք ձեր կուսակցությունը եւս ներկայացված է, տեխնացու ունեք, ինչ է սպասվում Գյումրիում, ինչ արդյունքներ կլինեն։ Մրցակցություն է սպասում, մի անգամից ասեմ, թեև առաջադրված քաղաքական ուժերի թիվը
ավելի փոքր է, քան նախորդ երկու ընտրություններում ա եղել։ Նախորդ երկու ընտրություններում գուցե մի քիչ սխալվեմ, բայց 10-11 այդ կարգի մասնակցություն ա եղել, թվային։ Հիմա 9 են, բայց մի շարք հանգամանքներ այս ընտրությունները ավելի մրցակցային են դարձրել։ Առաջին ներկապնակը գրեթե ամբողջ մասնակից է ընտրություններին։ Երկրորդը Գյումրիում հենց բավականին մեծ ազդեցություն ունեցող խմբավորումների ներկայացուցիչներ են մասնակից եւ երրորդ հանգամանքը ժամանակագրորեն այնպես պատահեց, որ այս ընտրությունները նախորդում են ազգային ժողովի ընտրություններին, իսկ այդ դեպքում քաղաքական համատեքստը ուրեմն ավելի շեշտված է լինում։ Առաջադրված տեխնացուների կուսակցություններից 6-ը հստակ ընդդիմադիր են, 3-ը իշխանական են, մեկը բացահայտ ԿՊ-ն, երկուսը ովքեր են։ Դե մեկը իշխանական Եվրոգլդոնչիների դաշինքն է, այստեղ անձնական որևէ բան չունեմ այդ մարկանց դեմ, տենց Լևոն Բարսեղյանը, որ տեխնացությունը գրել է։ Մասնավորապես իր դեմ անձնական ոչինչ չունեմ, հաստատ։ Բայց չի լինում, էլի, այդ դաշինքի առանցքային կուսակցությունը Երևանում լինի ԿՊ-ի կոալիցիոն գործընկերները պաշտոնապես թղթով, Թամասով, Ադաթով Գյումրիում դիրքավորվի որպես ընդդիմադիր կուսակցություն։ Ակնհայտորեն փորձելու են Երևանի մոդելը կիրառել Գյումրիում։ Երկրորդը այդ երկիշ կա Գյումրիում, որը փորձում էր ԿՊ պրայմերիզին նույնիսկ մասնակցել, չեմ Արտյոմ Թումանյան ինչ-որ նա առաջադրվել հասկ կուսակցություն։ Տեսահոլովակները նկարահանում նախընտրական։ Ղայդով Գյումրեցիա փորձում ներկայանալ։ Հա, մի խոսքով երկրորդը էս մարդն է, ես ուզում եմ մեր հեռուստադիտողին հիշեցնեմ, որ ռեժիսոր Արմեն Գրիգորյանը ազատազրկվել է այս մարդու կեղծ ամբաստանության հիմքով։ Եվ հետո տեսանք, չէ, խոշտանգվելով մահկանացում դատարանում Լույս իր հիշատակին։ Ես վստահ եմ, որ ես իր արբանյակներով հանդերձ ԿՊ-ն հաղթանակ տանել չի կարող։ Շատ վատ ծանր օրեր են սպասվում Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմին Գյումրիում։ Այն ինչ որ ես լսում եմ Գյումրիում, սովորական չարքաշապ կյանքով ապրող մարդկանց բերանից իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի հասցեին առանձնապես կոռեկտությամբ չեմ փայլում, բայց եթերում ասելու բառեր չեն, թույլ տվեք չասել, ադմինիստրատիվ ռեսուրսով նույնիսկ 20%-ը չի գերազանցում ԿՊ վարկանիշը, բարի պարտություն եմ մաղթում ԿՊ-ին, ընդդիմադիր ուժերը հույս ունեմ, որ հավականի կանցնենք, մեր ուժը Արտյոմ Ղազարյանի դեմքով, էլ մյուս ուժերը, որոնց բոլորին էլ հարգում ենք ընդդիմադիր, հույս ունենք կանցնենք հավականի եւ կարողանանք Գյումրին ԿՊ-ական աղբից մաքրել։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցում էի Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։